Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչու փորը չի իջնում, երբ թվում է ամեն ինչ անում ենք դրա համար։ Որովհետև Հայաստանում մենք չունենք ուտելու կուլտուրա։ Պրեսի վարժությունը օգնում է ազատվել փորից։ Մենք պրեսի կատարող վարժությունները անում ենք, որպեսզի մեր փորը փոքրացնենք, բայց այնինչ մենք կատարելով ուժային վարժություններ տալիս ենք մկանային աճի ստիմուլ։ Ճիշտ է, որ եթե մարզումներից հետո ճիշտ չսնվես, ապա կկորցնես ավելի շատ մկան, քան ճարպ։ Պետք է պահել սպիտակուցի մեր պահանջված չափը, որպեսզի մենք չկորցնենք մկանային համակարգը մեր։ Ինչ լավ մարզիչ եք, ոչինչ չեք արգելում, ճիշտ։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը, բարև ձեզ։ Ինչու փորը չի իջնում, երբ թվում է ամեն ինչ անում ենք դրա համար։ Քիչ ենք սնվում, մարզասրահ հաճախում, պրես անում, բայց ոչ մի արդյունք։ Ինչպես իջեցնել փորը, մեզ կասի Հայաստանի ֆիթնեսի եւ բոդիբիլդինգի մարզիչների ասոցիացիայի նախագահ Աշոտ Մարգարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Փորի խնդիր ունեն բոլորը, Աշոտ։ Այո, ցավալի է, Գրեթե բոլորը, այսպես ասենք, անկախ սեռից եւ տարիքից, ինչու որոնք են պատճառները։ Որովհետև Հայաստանում մենք չունենք ուտելու կուլտուրա, սկսենք դրանից։ Ուտում ենք երբ ուզենք, ինչքան ուզենք, տարբեր ժամերի, ոչ հետևում ենք սննդին, ոչ էլ ակտիվ կյանքով ենք ապրում։ Բնականաբար դրա հետ մեկտեղ լինում է քնի խնդիր, ջրի բալանսի չհետևելու եւ այլն։ Հիմա մեր հաղորդման շրջանակներում Աշոտ այսօր փորձենք օգնել մարդկանց ինչ անել փորիկից ազատվելու համար եւ գնում են մարզասրահ, ֆիթնես թե ուժային մարզումները պետք է նախընտրեն։ Սկսենք հարցից, եկեք տարբերենք ինչ է ֆիթնեսը։ Նախ առաջին ֆիթնեսը առողջ ապրելակերպ է, ոչ թե ինչ որ սպորտաձև։ Հենց ուժային մարզումները, կարդիո մարզումները եւ բոլոր մարզման տեսակները մտնում են հենց ֆիթնեսի մեջ։ Իսկ ուժային մարզումները ֆիթնեսի հիմնասյունն են։ Դրա համար ավելի ճիշտ կլինի ասել ընտրենք կարդիո վարժությունները թե ուժային վարժությունները։ Լավ, փաստորեն ֆիթնես ասելով մենք չպետք է նկատի ունենանք կարդիո վարժություններ, ֆիթնես ամբողջական ծրագիրն է։ Այո։ Հիմա շատ մարդիկ ունենալով մեծ որովայն գալիս են մարզասրահ պրես անելու։ Պրեսի վարժությունը օգնում է ազատվել փորից։ Ցավոք սրտի ոչ, շատ լավ կլիներ որ օգներ, բայց բազմիցս խոսել ենք դրա մասին։ Տարիներով մենք ասում ենք ժողովուրդ ջան, որ լոկալ ճարպայրում գոյություն չունի։ Նախ առաջին բերեմ օրինակ։ Եթե մենք գնում ենք մարզասրահ, կատարում ենք բիցեպսի վարժություն կամ աղջիկները կատարում են նստատեղի վարժություն։ Մենք ինչ նպատակ ունենք, որպեսզի փոքրացնենք թե մեծացնենք։ Այսինքն դուրս է գալիս, որ մենք պրեսի կատարող վարժությունները անում ենք, որպեսզի մեր փորը փոքրացնենք, բայց այնինչ մենք կատարելով ուժային վարժություններ տալիս ենք մկանային աճի ստիմուլ։ Սպիտակուցի սինթեզը բարձրացնում ենք օրգանիզմում։ Հետևաբար մկանները պետք է հիպերտրոֆիայի ենթարկվեն, ոչ թե փոքրանան։ Փաստորեն պրես անելով մենք չենք նպաստում որովայնի ճարպայրմանը։ Ոչ, ուղղակի մենք ծախսում ենք կալորիաներ, էներգիա, բայց պրեսի վարժությունները ամենաէֆեկտիվ տարբերակը չեն դա կատարելու համար։ Ավելի շատ ծախսող վարժություններ կան։ Ահա, այդ դեպքում ասենք թե ինչ վարժություններ պետք է անել փորն իջեցնելու համար։ Ավելի շատ տեսեք, եթե սննդակարգին հետևում ենք ու դեֆիցիտի մեջ ենք, ապա կոմպլեքսային վարժություններ եւ ուժային վարժություններ, որոնք ուղղված են մեծ մկանախմբերին։ Ինչու փորը չի իջնում, որոնք են ամենատարածված սխալները, որ խանգարում են իջեցնել փորը։ Փորձի ժամանակ արդեն 20 տարուց ավել ես նկատել եմ, որ մարդկանց մոտ քնի ռեժիմը բացակայում է առաջին հերթին։ Գալիս են մարզասրահ, մարզումների ընթացքում շատ են հանգստանում։ Նստում են մարզասարքի վրա, կատարելուց հետո չեն իջնում ու քայլում։ Ընկնում են խոսքով, ընկնում են հեռախոսով, այսինքն մարզումային ծրագիրը թերի է մնում։ Դրա համար իրանք մնում են մարզասրահում 2 ժամից ավել, բայց չեն անում այն, ինչը պետք է։ Իսկ ասենք ինչով է նպաստում ճիշտ կարգու կանոնը, կանոնավոր մարզումները, այսինքն երբ մենք բաց ենք թողնում այդ ժամանակահատվածը, մկանների տոնուսը կորում է, հա, ինչն է պատճառը։ Մկանների տոնուսն էլ կարակորի եւ մեր էներգիածախսն է կրճատվում։ Մենք մտածում ենք, որ մենք արեցինք վարժություն, հանգստացանք 10-15 րոպե, նորից արեցինք, դա մեր ծախսն է բարձրացնում, ժամանակահատվածով ենք գնահատում իրան։ Այնինչ մենք պետք է կատարած աշխատանքով գնահատենք։ Ինտենսիվ, ինչքան ինտենսիվ, այնքան ավելի շատ ծախս։ Չէ՞ որ մենք ճարպը այրում ենք ավելի շատ տոկոսով, մոտ 86%-ով շնչառական համակարգով։ Իսկ ճիշտ է, որ եթե մարզումներից հետո ճիշտ չսնվես, ապա կկորցնես ավելի շատ մկան, քան ճարպ։ Բնականաբար այո, որովհետև ճիշտ սպիտակուցի քանակը պետք է ապահովել մկաններին։ Եթե մենք ուզում ենք մկանները պահպանենք, բալանսավորված սննդակարգը մեզ անհրաժեշտ ու ճիշտ մարզումային ծրագիր։ Ամեն ինչ իր տեղն ու քանակն ունի։
Սպիտակուցը ունի եւս մեկ դեր, ինքը իր յուրացման ընթացքում ծախսում է հավելյալ 20-ից 30% էներգիա եւ ապահովում է երկարաժամկետ հագեցածություն։ Այսինքն խախտումներ անելու հավանականություն կրճատում է։ Երկրորդը պետք է պահել սպիտակուցի մեր պահանջված չափը, որպեսզի մենք չկորցնենք մկանային համակարգը մեր։ Ինչ ուտել կամ չուտել, եթե մարզասրահ ենք եկել փորիկից ազատվելու համար։ Առասարակ ճիշտ չի ինչ-որ մի բան արգելել, փորձենք առանց արգելքների։ Գիտելիքը տված է նրա համար, որպեսզի մենք գտնենք ելք բոլոր սիտուացիաներից։ Ինչ լավ մարզիչ եք, ոչինչ չեք արգելում, ճիշտ։ Fast food-ել չեք արգելում, սպիտակ հաց, ածխաջրեր, Չի պարզ։ կարելի արգելել, պետք է մարդուն առաջնորդել ըստ իր կյանքի սովորությունների։ Չէ՞ որ 20 տարի եւ ավել կամ 10 տարի եւ ավել ինքը այդպես սնվել է։ Չի կարելի միանգամից վերցնել ու արգելել։ Պետք է ուղղորդել, որպեսզի կրճատվի այդ ամեն ինչը, կամած տանել նրան, երբ որ ինքը գա արդեն ճիշտ ռեժիմի, այդ ժամանակ հնարավոր է նաև բացառել որոշակի որոշակի սննդի տեսակներ։ Բայց ես դեմ եմ առասարակ արգելելուն։ Բայց ամեն դեպքում մենք պետք է գիտակցենք, որ բոլոր մթերքները ունեն կալորիականություն։ Հետևաբար, ինչքան վերամշակված մթերք լինի, այնքան ինքը էներգիապես ավելի հարուստ է լինում, դառնում է էներգա բոմբ։ Ու պետք է Ազատվել այդ կալորիաներից շատ ավելի դժվար է լինում։ Ինչքան հնարավոր է քիչ օգտագործել կամ չօգտագործել այնտեղ բուրգերներ, չիփսեր եւ այլն։ Փաստորեն դուք չեք արգելում սպիտակ հաց ուտել։ Ոչ։ Պարզ ածխաջրերի մասին է խոսքը, բայց հիշում ենք, որ բարդ ածխաջրերը շատ օգտակար են եւ երկարատև հագեցվածություն են առաջացնում, իսկ պարզ ածխաջրերը աշոտ արագ սովածեցնում են։ Այո, բայց պետք է ամեն մարդ գիտակցի իր չափը եւ մարզումից անմիջապես հետո որոշակի քանակով իհարկե թույլատրելի է արագ ածխաջրեր ուտել, պարզ ածխաջրեր, Ինչու՞։ որովհետեւ մենք արագ պետք է սկսենք վերականգնման փուլը, ինչքան հնարավոր է արագ։ Դրա համար որոշակի քանակով թույլատրելի է։ Մեզ վերականգնել օգնում են պարզ ածխաջրերը, թե սպիտակուցները։ Մեզ վերականգնել օգնում է մարզումից հետո միանգամից արագ էներգիայի ստանալը։ Առաջին հերթին, հետո նոր սկսվում է արդեն սպիտակուցի պաշարը, քունը, ջուրը եւ այլն։ Այդ դեպքում մրգերի մասին նույնպես խոսենք։ Մրգերը մարզվողի սննդակարգում ինչ տեղ ունեն, հատկապես նրանց, ովքեր ուզում են ազատվել փորիկից։ Մրգերը կարելի է ուտել, ամեն մարդ պետք է գիտակցի իր չափը եւ օրվա ժամը կարելի է տեղափոխել օրվա առաջի կես, բայց սոված փորին բացառենք այն հասած ու ավելի քաղցր մրգի տեսակները, որպեսզի ինսուլինի բարձր Պիկեր չունենան։ Այո, բայց օրինակի համար, եթե մենք ուտենք մի հատ խնձոր կամ առասարակ ամեն օր չկրկնվի դա, ապա թույլատրելի է, նորմալ է։ Պետք է գիտակցենք, որ պարզ ածխաջրերը պետք է օգտագործել չափավոր։ Խոսենք ձվի մասին, մարզվողները շատ են օգտագործում, քիչ ինֆորմացիա ունենք, քանի ձու կարելի է օրական ուտել։ Այստեղ նույնպես կասեմ, որ սահմանափակում չկա։ Մենք շատ հաճախ վախում ենք ձվի դեղնուցից, մտածելով, որ խոլեստերին է պարունակում, այնինչ ձվի դեղնուցը պարունակում է բազմաթիվ վիտամիններ եւ միկրոէլեմենտներ, պլյուս խոլին, որը պայքարում է վատ խոլեստերինի դեմ։ Տարիներ առաջ բժիշկները, գիտնականները մտածում էին, որ ձվի դեղնուցը օգտագործելը շատ վտանգավոր է լյարդի համար, բայց արդեն շատ վաղուց պարզվել է, որ ոչ, ինչքան շատ, այնքան լավ, ուղղակի ստեղ պետք է հաշվի առնել ճարպի քանակը։ Դեղնուցի մեջ եղած ճարպը դուք պետք է ընդգրկեք ձեր սննդակարգի մեջ, ու ըստ դրա կարող հաշվեք ինչքան ձուն կարելի է։ Ալկոհոլը եւ փորը։ Մեր օրգանիզմը առաջին հերթին լիկվիդացնելու է խմիչքից ստացած կալորիաները, որովհետև այդ կալորիաները իր համար անճանաչելի են։ Հետևաբար, երբ որ մենք շատ օգտագործում ենք խմիչք, մենք խանգարում ենք ճարպային process-ին, այսինքն հավելյալ կալորիաները մնալու են մեր հետ, իսկ ծախսելու ենք որպես էներգիա այդ խմած ալկոհոլը։ Գարեջրի մասին։ Գարեջուրը նույնպես շատ չափն անցնել չի կարելի։ 1000-ից 1 ամառվա շոկին բոլորի հավեսն գալու է, առավել եւս իր հետ ուտելիքները շատ համով են, բայց պետք է գիտակցենք, որ էստրոգեններ են պարունակում բազմաթիվ քանակի, հետեւաբար պետք է կրճատել իր օգտագործումը, առավել եւս տղամարդկանց։ Այո, բացի այդ գարեջուրը շատ արագ, այսպես գարեջրի տակառ հիշեցնող փոր է առաջացնում տղամարդկանց մոտ։ Դե դա առաջացնում է ինքը դրոժի հաշվին, խմորիչ հայերեն, որովհետև շատ քանակի է պարունակում մեջը։
Հիմա ոչ մեկ չի նստելու ու գարին թթվեսնի ամիսներով, տարիներով, այդ process-ը արագ է կատարվում, հետեւաբար շատ է պարունակում խմորիչներ։ Ալկոհոլը խանգարում է մարզումների արդյունավետությանը։ Դե պարունակում են մեծ քանակի շաքար, հետեւաբար ինսուլինի հետ էլի խնդիրներ կարանք ունենանք, պլյուս սիրտանոթային համակարգի ինքը ինչքան արագ լայնացնում է անոթները, այդքան արագ ու ավելի շատ կրճատում է։ Մենակ կոնյակն է, որ որոշակի չափով կարա անոթները պահի։ Դրա համար լսած կլինեք, որ ճնշումով մարդկանց կոնյակը բժիշկները թույլ են տալի, բայց օրինակ չեն ասի, չէ, ասենք գնա ջին խմի։ Մի տեսակ բժիշկները տենց բան չեն ասում։ Քունը եւ մարզումները, ինչպես է քնի որակը անդրադառնում մարզումների արդյունավետության վրա եւ կարող է արդյոք անքնությունը խանգարել ազատվել փորից։ Այո, կարող է, ասեմ ավելին, ամենաուղիղ ազդեցությունն ունի քիչ քնելը փոր ունենալու հետ։ Բարձր կորտիզոլը բոլորը գիտեն, չքննարկենք դրա մասին, բայց հետևեք նրան, որ երբ որ 11-ից սկսած մոտավորապես մենք քնում ենք, մենք 1-ի 2-ի կողմերը խորը քնի մեջ ենք լինում, հենց այդ ժամանակ մեր աճի հորմոնը արտադրվում ամենաշատը, մինչև ժամը 4-5-ը։ Հետևաբար մենք այդ ժամանակ պետք է լինենք խորը քնի մեջ, որպեսզի մենք մեր ճարպայրման process-ը Բաց չթողնենք։ այո, Հիշեք սրա մասին, գաղտնիք էր։ ու դրա հետ մեկտեղ կավելացնեմ, որ առավոտյան երկար քնելն էլ չի կարելի, որովհետև կորտիզոլով քնած ժամանակ դու պահում ես քո կորտիզոլը բարձր մակարդակի վրա, այնինչ պետք է զարթնել, մի բան ուտել ու սսպել կորտիզոլը։ Բացի այդ, Աշոտ, ասենք, որ քիչ քնած մարդիկ հաջորդ օր էներգիայի պակաս են ունենում։ Այո, վերականգնման թերի փուլ է լինելու, հետևաբար այդ են շարունակ ամեն օր կուտակվելու է եւ խանգարի։ Այո, իսկ էներգիայի պակասը լրացնելու համար մենք դիմում ենք պարզ ածխաջրերի օգնությանը։ Այստեղից էլ ավելորդ քաշ եւ որովայնի ճարպակալում։ Այո։ Ուրեմն, որպես ամփոփում, ձեր խորհուրդը ինչպես ազատվել փորիկից ունենալ հարթ որովայն։ Առաջին հերթին ֆիզիկապես ակտիվ եղեք եւ մարզումները իրականացրեք ինտենսիվ։ Երկրորդ հերթին հետևեք սննդակարգին, որ բալանսավորված լինի, կերեք ամեն ինչ, բայց օգտակար եւ սվիտակցով հարուստ սննդամթերքը բնականաբար ավելի շատ քանակի։ Հետևեք քնի ռեժիմին եւ օգտագործեք շատ ջուր։ Շնորհակալություն կարևոր խորհուրդների համար։ Մենք զրուցում էինք Հայաստանի ֆիթնեսի եւ բոդիբիլդինգի մարզիչների ասոցիացիայի նախագահ Աշոտ Մարգարյանի հետ։ Շարունակեք հետևել մեր թողարկումներին, ինֆորմացիան ուժ է, որն օգնում է լինել պաշտպանված։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ, իսկ մենք կհանդիպենք։